Բարի օր ժողովուրդ ջան։ Նախ ասեմ, որ մի հատ հեքիաթ եղանակ է հիմա դուրս է, համ տակ, համ ձուն է, в общем, հեքիաթ։ Երկրորդը, եկեք մի հատ էս նյութը լսենք, ու ես արտահայտեմ։ Եվ Արտվաշենի դեպքերից երկու օր առաջ եւս եղա Արտվաշենում Կրասնասենսկի շրջանում այն օրը, երբ Արտվաշենի պաշարումը ճեղքված էր, փայլուն երկով ճեղքված էր։ Մեր ուժերը մտել էին Արտվաշեն, փրկել էին Արտվաշենի 1500 հոգի բնակչությանը, որ գտնվում է Արտվաշենում, դրանից ընդհանրապես մեկ օր առաջ նույն կուսակցությունների, նույն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները տասնյակ անգամ զանգել են ինձ եւ խնդրել են փրկել բնակչությանը եւ իրենք զարմացել են արտադրել, ինչու՞ ինչ բնակչություն էվակուացվել չի, քանի որ Արտվաշենը նման կղզյակ է եւ 15 սանտիմետր խորությամբ հարաբերության տարածքում, ինչպես կարելի է ժողովրդին թողնել այդ կղզյակում, այդ նույն ուժերը հանգեցրին մեղադրել, թե ինչպես եղավ որ Արտվաշենը ընկավ, բայց դա չի ասում։ Արդեն այն օրը, երբ Արտվաշենը ընկած չէր եւ Արտվաշենում մենք ունեցել ենք գեղեցիկ հաջողություն, երբ տղաները ճեղքել էին պաշարումը, փրկել էին բնակչությանը եւ Արտվաշենը մեծ ձեռքում էր, Արտվաշեն իմ մտնելու օրը արդեն Արտվաշենում խոճապ կար։ Եվ Կրասնասենսկի բնակչությունը հարց էր տալիս. Արտվաշենը ծախեցիք։ Արտվաշենը դե տրված չի, Արտվաշենում դե մերոն չէին, բայց հարց էին տալիս. Արտվաշենը ծախեցիք։ Այս ծախելու անհետ գաղափարը մտցրեցիք ժողովրդի մեջ, զելի քաղաքական գործիչներ։ Եվ արդեն նույնիսկ որոշել են թե ինչ ծախեցինք 7 կիլոգրամ ոսկի։ Մինչ այդ մեղադրում են գործկոմի նախագահային, հետո ես գնացի ավելի մեծ պաշտոնյա դան, մեղադրեցին 7 կիլոգրամ ոսկու Արտվաշենը վաճառել մեզ։ Բայց դեռ Արտվաշենը չենք վաճառել։ Արտվաշենը դեռ մեր ձեռքում էր, Արտվաշենում մեր տղաներն էին։ Ինչ կատարվեց հետո Արտվաշենում։ Նույնիսկ ասում 18 կիլոմետր խորությամբ շնամու տարածքում է։ Կղզյակ է շնամու տարածքում, որը պահելու համար չափազանց մեծ ուժեր են պետք։ Բայց Արտվաշենը էլի կարելի էր պահել, եթե արտվաշենցիները իրենք ուզեին Արտվաշենը պահել։ Ճանապարհի բացումից անմիջապես հետո Արտվաշենում ոչ մի արտվաշենցի չմնաց, դա հասկանալի է։ Մենք օգնեցինք, որպեսզի ժողովուրդը էվակուացվի, ավաղ Արտվաշենում չմնաց ոչ մի կռվող արտվաշենցի, որը պետականորեն ստացել էր զենք։ Իսկ դրանց թվը ասում է շուրջ 250-ի։ 250-ից Արտվաշենում մնաց 7-8 մարդ։ Եվ հաջորդ ամբողջ օրը Պարետը, պաշտպանության նախարարը, պաշտպանության շտաբի բոլոր գործիչները շրջել են Արտվաշենում, հանդիպել են ժողովրդի հետ։ Եվ ասել են, որ Արտվաշենի պաշտպանության, Արտվաշենի պահպանման միակ ձևը դա զինված արտվաշենցիների վերադարձը դեպի Արտվաշեն։ Հաղորդել այս մասին ռադիոյով տեղական։ Եվ ասել որ եթե նրանք չվերադառնան, գոնե զենքը բերեն ազդեն, որովհետեւ մենք այդ զենքով մյուսներին զինենք ուղարկենք Արտվաշեն։ Ավաղ 8 մարդ ընդհանրապես հետ միասին մտավ Արտվաշեն, հետո մեր վերադարձ հետո 8-ից 3-ը դարձյալ 8-5 դարձյալ դուրս էին եկել։ Եվ Արտվաշենում մնացել Արտվաշեն գյուղի հերոսական միլիցիան մի քանի մարդով եւ արդեն պաշտպանության նախարարության պետական ուժերը։ Գիրովականի գնդի եւ սահմանապահ գնդի տղաները։ Իսկ Արտվաշենն է ռմբակոծում էր ահավոր թափով եւ Արտվաշենում կենթանի մնալ չմնալու խնդիրը ընդհանրապես 50% հարաբերություն էր։ Եվ մենք որոշեցինք, որ Արտվաշենը պիտի պահենք, եւ միկրոֆոնը ինձ մոտեցրեցին Արտվաշենում գտնելու ժամանակ, ես ասացի Արտվաշենը պահելու ենք, ես համոզված եմ, որ պահելու ենք։ Միայն մի պատճառով, որովհետեւ կարծում եմ արտվաշենցիները վերադառնալ 200 հոգի, մեզ ընդհանրապես 300 մարդ է պակասում, որպեսզի Արտվաշենը կարողանանք պահել։ Նույն օրը մի գիշերվա մեջ մենք կարողացել ենք վերադարձնել 500 մարդ ուտի անել։ Սակայն 18 կիլոմետր ճանապարհը ամբողջ հատվածով պահելու եւ նախկին պոստերը պահելու համար այնտեղ առնվազն 1200 մարդ էր պետք։ Ես վերադարձա Երևան, որպեսզի ուղարկեմ եւս 200 հոգի մարդ վեզել Արտվաշենը պահելու համար։ Մինչ ես Երևան վերադառնայի, Արտվաշենը արդեն գրավեց։ Դուրս եմ ասում, Արտվաշենը գրավեց, որովհետեւ Արտվաշենցին չպահեցին։ Գոնե 2 օր։ Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջանները, բոլոր սահմանամերձ գյուղերը այսօր պատշաճ մակարդակով պաշտպանված են։ Սակայն եթե հիվանդը ինքը չի ուզում բուժել, ոչ ոք չի կարող բուժել։ Եվ ոչ ոքի չմեղադրի։ Նույնիսկ կգամ Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջանների գյուղերը պաշտպանված են պատշաճ մակարդակով եւ կարող են նաեւ արժանի հակառակված յուրաքանչյուր դեպքում։ Եվ ընդհանրապես ինչ է պատահել Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Որ հատվածներում ենք պարտություններ կրել, Արտվաշենից դժվար պետք է թարանքից մի կողմ տնենք, դա դեռ բացատրեց ինչպես դա եղավ։ Ոչինչ չի հիշեցնում։ Տեսնեք ինչ խոսքեր օգտագործում։ Տեսնեք ինչ ասում։ Նույն բանը ինչ որ կատարվել է Կարսում, նույն բանը։ Նույն բանը ինչ որ կատարվել է Արտվաշենում եւ նույն բանը ինչ որ կատարվեց Արցախում։ Դուք տեսնում եք, որ ընդհանրապես տարբերություն չկա այդ մեթոդների։ Նախորդ ասում են ծախել են, նախորդ ժողովրդի մեջ խոճապ են գցում, ժողովուրդը հելնում թռնումա չի կրվում, հետո էլ մեղադրում։ Ու ամենահետաքրքիրն է նա, որ այս ամենի մեջ միշտ դաշնակի հոտ եմ առնում, դաշնակի հոտած հոտը, նավթալինոտ, բոլշևիկյան։ Ազնիվ լինելը շատ հեշտ է, շատ։ Բայց չգիտես խի, որոշ մասա ձգտումա ուֆտելը համացանցում, մեղադրելը ուրիշներին, չգիտես խի, չգիտեմ ինչ օգուտ են ստանում դրանից, չգիտեմ։ Փաշինյանը հենց եկավ ասեցին եկելա հողերը տա։ Ու ինքան հետաքրքիր է, սրանք շատ են սիրում, 7 թիվը էլի, 7 միլիոն, 7 մեշոկ ոսկի եւ այլն, 7 տոննա, в общем 7-ը շատ են սիրում սրանք, 7-ի սիրահար են։ Տեսեք էլ ինչքան նման է սիտուացիան, օրինակ Արտվաշենի բաղով ես տեղյակ չէի։ Հիմա էլ իմացանք։ Ու բերում համադրում ես, տեսնում ես նույն պատմությունը, անընդհատ կրկնվում է։ Պատմությունը սիրում է կրկնվել։ Այդ դրա համար ասում Նիկոլ Փաշինյանը մեր պատմությունը մեզ ինչ ասում։ Ու հետաքրքիրն է նա։ Երևի ժամանակել ա եղեն գզողներ, որոնք հենց այդ նույն քայլերը արել են, որ Արտվաշենը ընկնի, որ հանձնեն։ Բա, այդ ինչ են մեր հերոսները, որոնց հիմա անընդհատ անդիմադիրները հիշեցնում են մեզ։ Թողել լքել դաշնակցություն, նույն Անդրանիկը։ Ինչքան հերոս է թողել դաշնակցությունը ու լքել։ Քեթողի գնացել, հասկացել որ տականք են։ Մի բան էլ ասա։ Վազիմ Հարությունովը, որ Վազիմ Հարությունովը, շոկ ապրե, այս Սալավյով պորտի բամբուլի ասասների տակ հայերի գրածներից։ Հենց հիմա ներկայացնում եմ։ Ուշադիր կարդացեք, դες փարչակների ինչ են գրում։ Այս կորած մոլորյալների ինչ են գրում։ Հարցակվեք բրծանեք։ Ես ինչից եք ուզում բրծանեք, արա։ Ինչից եք ուզում բրծանեք։ Գնացեք ազգանունները փոխեք, սիկտիր եղեք, բրծեք։
Հալավ ես ուզեմ հասկանամ դուք ինչ որ ինքնասիրություն ունեք, թե չէ, հենց հիմա ներկայությամբ ՌԴ-ում, Ռուսաստանի Դաշնությունում դուք դաժե երկրորդ սորտ չեք, արդեն երրորդ սորտ եք։ Այ պիտոխներ։ Ինչից եք ուզում բրծնեք։ Հարցակվի Հայաստանի վրա ինչից բրծնեք։ Դուք արդեն ստիպում եք, որ բոլորիդ մի հատ sense հավաքագրենք ու բոլորիդ զապրետ դնենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն ոտնելը։ Էս ով եք արա դուք, ոնց որ դուշման ելնեք։ Արա թուրքը քակակ երեք ձեր դեմը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դուշման չունի։ Ոչ մի թշնամի պետություն չունի։ Դաժե ռուսը թշնամի պետություն չի, ես գտնում եմ որ պետքա սա մենակ շահերը առաջ տանենք, ով всё, ռուսը պրոստը հաթերի չի գալիս, որտեղ սովոր ա եղի, իշխի, հասկանալի է։ Դուքն էլ իր ամետությամբ, իր հազորությամբ ա, տորոտոտում։ Բա դուք, արա մեր դուշմանը դուք եք, միակ դուշմանը որ Հայաստան ունի, դուք եք։ Ձեր պատիվ, հարգանք, թասիվ, արուն կորցրած, այս սոխեր, այ եթիմներ ինչ եք ուզում ես երկրից։ Ելեք սկիթ եք սաղը, գնացեք ազգանները փոխեք, հայերեն տարերը մոռացեք, բավարար մի ներկայացեք հայ, մի ներկայացեք, արա, ոչ մի ազգի մեջ չկա ձեր նման տականք։ Սալավիովը մենակ Հայաստանի մասին չի խոսել, Սալավիովը խոսել է Մեծասայի մասին, Կրկստան, Կազախստան եւ այլն, այդ երկրների մասին։ Արա մի հատ կազախ, մի հատ կիրգիզ բերեք։ Ցույց տվեք որ տենց ֆեշկշ դուստա, արա, իսով դուք արա։ Արա սատկեք, դուք ապրելու իրավունք չունեք։ Դուք հայ չեք, արա, դուք կորած բոլորի առ չեմ մանում։ Ասում են աշխարհում կա գալբոյ կրով, մեկ էլ կա կարմիր կրով։ Դուք սերրի եք, արա, սերրի։ Մոխրագույն եք դուք։ Ձեր նման 603-ի վաստակներ համ Հայաստանում կա, համ Ռուսաստանում կա։ Ամենտեղ կա։ Բայց մի հատ կիրգիզ ոչ միտեղ չես գտնի, մի հատ կազախ ոչ միտեղ չես գտնի, որ նման արտահայտություն անի։ Այն ինչ որ դուք գրել եք, գողաբանել եք, ասել եք, հա, դավայ, հարցակվի, ինչ է ստանալու դրանից։ Ես քոլավի Ինչ է ստանալու դրանից որ հարցակվի։ Կոտորի, ժոսկի, առանց խրճալու։ Ինչ ես դու ստանալու։ Ասա, ինչ ես ստանալու։ Ինչ ամատել ես ռսի որը, ո՞րմա ես պատտում։ Ուզում ես որ մենք էլ մտնենք, որ քեզ աբիտ չնի, որ դու մենակ չլնես, բայց չէ դու մենակ ես։ Դու մենակ ես այդ հարցում։ Այդ հարցում նվազ հարցում դու մենակ ես։ Ես մի անգամ արդեն իմ եթերում ասել եմ։ Ռուսաստանը երբ որ Ադրբեջանի դեմ սկսեց այդ գործողությունները, Ադրբեջանը անգամ առաջին համար էր տվել, ամբողջ սահմանով մեկ զորքեր լցրել։ Կարող ապատային նենց պահ լիներ, որ հանկարծ պատերազմ լիներ։ Տեսակ ադրբեջանցիների դեմ ինչեր արեց ռուսը։ Գտեք մի հատ ադրբեջանցի, որ խոսացել է Ադրբեջանի դեմ։ Օրը կգտնեք։ Արա, ինչ դուք եք քան աննասում։ Ինչ դուք եք քան ռիապկա։ Փալաս։ Ողորմելի։ Անինքնասեր։ Այս աստիճանի նվաստ հասարակություն, որը Ռուսաստանի որոշ մասանահայության ես կյանքումս չեմ տեսել։ Ես տեսել եմ լիք այլանդակություններ հայ կողմից, բայց այս աստիճանի դեմոնստրացիա անել սեփական տկարությունն ու ոչնչությունը առաջին անգամ եմ տեսնում։ Սատկեք այդտեղ արա։ Սատկեք։ Էսով եք դուք արա։ Դե հիմա ինձ ասեք, Գարսը, որը ես կարս եմ այո ասում, ով հանձնեց։ Այդ ձեր նման ոչնչությունները, այդ ձեր նման պրակլատկեքը։ Դուք ընդամենը պրակլատկա եք։ Դուք հայ չեք։ Գնացեք ազգանները փոխեք։ Այդ ձեր նմաններն են հանձնել Արցախը, այդ ձեր նմաններն են հանձնել Արցախը, որոնք վխտում են եւ Հայաստանի Հանրապետությունում, ես եւ Ռուսաստանի այդ խոզի հետույքում։ Ոչմ ամեն անգամ հասկանում եմ, որ ազգս Եղոնգունի պետք է գլուխ քորի, ու հաշվի չառնի հայ յան կրողան իր զիբիլա ու իր շահերը առաջ տանի ու նմանների իրոք պետք է մեր պետությունը ինչ որ մի օրենք նախաձեռնի, որտեղ արդեն հերիք։ Դրանք հայ չեն, դրանք իրավունք չունեն հայ անունից խոսեն, դրանք իրավունք չունեն ընդհանրապես մեր պետության անունից խոսեն։ Հետո ինչ որ յան են կրում։ Կակ նգանք, սրանք պետք է իրանց տեղի իմանան, այսքանը։